Մենք իրապես կողմնակից ենք հիբրիդային պատերազմին, որովհետև Հայաստանում ներքին գործերի միջամտությունը արդար մրցակցային ընտրություններ ունենալը ժողովրդավարության հիմքերն են։ Մենք կողմ ենք նաև աջակցությանը, որը որ Եվրամիությունը իրականացրել է հիբրիդային պատերազմի դեմ այդ աջակցությանը։ Սակայն գիտեք, այստեղ ես մի փոքր բան եմ տեսնում, որ այդ աջակցությունը շատ ավելի գործուն կլինի, եթե հենց Հայաստանի իշխանությունները շահագրգիռ լինեն հիբրիդային պատերազմի համար, այնպես որ եթե դուք որպես իշխանություն շահագրգիռ լինեիք ունենալ մրցակցային արդար ընտրությունների կազմակերպմանը, սա շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե մենք արդեն իսկ ունենայինք այնպիսի ենթակառուցվածքներ, որ դրա կարիքը առհասարակ չլիներ։ Բայց երբ որ մենք post factum տեսնում ենք, որ օրինակ Երևանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում հունիսի 7-ին գիշերը 7-ից 8-ի գիշերը ժամանակը պարզապես կանգ է առնում եւ դադարեցվում են քվեների հաշվարկը, այդ ժամանակ լրջագույն հարց է առաջանում. արդյոք դուք արդյունավետ եք օգտագործել այդ աջակցությունը, արդյոք դուք ազնիվ եք եվրոպական գործընկերների հետ, արդյոք դուք ազնիվ եք այդ միջոցները օգտագործելու մեջ, եւ ինչպես մենք որպես քաղաքական ուժ այդ հարցերը մեզ մոտ առաջանում է, նույն հարցերը առաջանում է 100 հազարավոր մեր քաղաքացիների մոտ։ Մի հուշեք, պարոն Կարապետյան, պարոն Աբրամյան, դուք էլ մի հուշեք, Տիկին Ղազարյան արձագանք։ Հարգելի Տիկին Հովսեփյան, դուք խառնեցիք, դուք հիբրիդին ամենայն հավանականությամբ դեմ եք, ոչ թե կողմ, որովհետև դուք ասացիք, ես հուշեմ էլի, պարոն Կարապետյան։ Հիմա ես դες ասեմ, հարգելի դատախազություն, Տիկին Հովսեփյանը հենց նոր հաղորդում է ներկայացրել առայն, որ իրենց կողմից եւ ընդդիմության կողմից ներկայացված բոլոր հանձնաժողովականները կեղծել են արդյունքները, որովհետև այդ արդյունքները, որոնք ընդդիմադիրները ներկայացրել են կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ ամենայնի կեղծվել է նրա արդյունքում, որ ինչ որ պահի հեռարձակումը դադարեցվել է, խնդրում եմ հրավիրել բոլոր դիտորդներին, որոնք հավաքագրված են եղել ընդդիմության կողմից եւ պարզել, թե ինչու են նրանք կեղծել արդյունքները, սա մեկ։ Եվ երկրորդը, Տիկին Հովսեփյան, դուք այդպես էլ չասացիք ով է հիբրիդը, բայց ես ձեզ մի փոքր այլ տեխնիկական հարց տամ։ Որն է Հայաստան-Եվրամիություն իրավապայմանագրային հիմքը, որի մասին դուք խոսեցիք, երբ է ճանապարհային քարտեզով ավարտվում դրա կիրարկումը եւ որը պետք է լինի հաջորդ իրավապայմանագրային հիմքը։ Վերջին հարցը։ Այո։ Նախ այո, խոսքից մեջ բնականաբար կողմ չենք պետք է ասեի, ներողություն եմ խնդրում, որովհետեւ հաջորդ միտքը ակնհայտորեն այն մասին էր, որ կողմ չենք։ Գալով իրավապայմանագրային բազային, իրապես ես իմ խոսքի մեջ նշեմ, շնորհակալ եմ գոնե այս բովանդակային հարցի համար, այո, ես իմ խոսքի մեջ նշել եմ, որ արկա է բավականին հարուստ իրավապայմանագրային բազա, որը որ դուք ժառանգություն եք ստացել, նաև հարստացրել։ Հենց անգամ, ինչպես կարելի ասել, Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների սահմանադրությունը այսօր կարող ենք ասել հենց ՍԵՊԱ-ն է, հա, որը որ կնքվել է 2017 թվականին, բանակցությունները սկսվել են 2014 թվականից, որոշակիորեն սկսել է գործել 2018 թվականից, գործի մեջ է մտել, ուժի մեջ է մտել 2021 թվականից, արդեն 0 օրոք։ Եթե շարունակում ենք ինչ աշխատանքներ կան արվելիք, օրինակ ցավալի է, որ այսօր Հայաստանի սերտիֆիկացված մեր ավիաուղիները գտնվում են Եվրոպայի սև ցուցակում, հա, EU Safety Area List-ի մեջ են գտնվում։ Այո, կարող ենք նաև արձանագրել, որ որոշակի բարեփոխումներ իրականացվել է այս ցանկից դուրս գալու համար, ակնհայտ է, բայց ցավոք ոչ բավարար գործողություններ են իրականացվել, որպեսզի այդ ցանկից Հայաստանը դուրս գա։ Եվ տեղից մի արձագանքեք, Տիկին Ղազարյան, Տիկին Հովսեփյան, ձեզ էլ նորից խնդրում եմ ժամանակի մեջ տեղավորվել։ Զովինար Վարդանյան։ Շնորհակալություն։